Անկախությունից ի վեր առաջին անգամ Հայաստանը գրանցել է դրական միգրացիոն սալտո, Հայաստան եկածների թիվն ավելի է մեկնածների թվից։ Սա ներքին գործերի նախարարի գնահատմամբ պայմանավորված է խաղաղության միջավայրով և իրականացվող բարեփոխումներով։ ԱԺ գլխադասային հանձնաժողովում ուժայինները ներկայացրին 2025-ի արդյունքները։ Հայաստանը այս պայծրությամբ միակ պետությունն է, ում հետ Եմեն ակտիվ երկխոսություն է վարում վիզաների ազատականացման թեմայով և միակ պետությունն ենք, որը երկխոսության մեկնարկից ի վեր ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը։ Հայաստանը ներդնում է ԵՄ նոր ստանդարտին համապատասխան կենսաչափական համակարգ վերջապես։ Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրների շարքում 13-րդ տեղում է 90.27 ինդեքսով։ Անվտանգության ոլորտում նույնպես դրական միտումներ կան։ 2025-ին հանցագործությունների թիվը նվազել է 3.2%-ով նախորդ տարվա համեմատ։ 2025-ին հաստատված սպանություններով գրանցվել է 0 չբացահայտված դեպք։ Հանցավորության վիճակագրությունը վերջին ժամանակահատվածներում հատկապես հաճախ օգտագործվում է որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք, դառնալով նաև նախընտրական դեբատի թեմա, սադրելով ներքին անվտանգության կայունությունը։ Ներկայացվում է հանցավորության ուռճացված պատկեր, մինչդեռ իրական անկեղծ մղումներով հաշվարկված և մեր քաղաքացիների նկատմամբ հոգատարության վերաբերմունքից ելնելով մենք ներկայացնում ենք թե իրական պատկերը և թե նաև այն խնդիրները, որոնք որպես պետություն մենք արձանագրել ենք և պիտի հետևողականորեն գնանք դրանց լուծման ճանապարհով։ Նախընտրական ժամանակահատվածում այս թեմաների ընդգծված քննարկումները նաև հիբրիդային սպառնալիքների տրամաբանության մեջ են։ Փորձ է կատարվում նսեմացնել ոստիկանության և առհասարակ ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքները, նկատեց ոլորտը ղեկավարող նախարարը։ Ընդդիմությունից փորձեցին հակադարձել, թե իրականությունը թվերից տարբերվում է։ Խնդրում եմ ձեզ, Տիկին Սարգսյան, դուք մի մտեք այդ նախընտրական տրամաբանության մեջ, քաղաքական ուժերը չեն մանիպուլացնում։ Մարդիկ են հարց տալի, որ ամեն աստծու օր հերթական դանակահարությունը, հերթական կրակոցը, համատարածը թմրանյութը, համատարած, դպրոցի բակից սկսած ամեն տեղ։ Ցանկացած գրառում, հանրային տիրույթում կամ ցանկացած միտք ենթարկվել է ստուգման։ Ոստիկանական աշխատակիցները, ոստիկանության ծառայողները այցելել են բնակության վայրեր և հարցրել են, թե տրվյալ գրառման ներքո կա որևէ դեպք, որը կարող է կոնկրետ տրամադրվել ոստիկանությանը, որպեսզի մենք պատշաճ իրավական պետությանը բնորոշ ընթացակարգերով ընթացքավորենք և հասկանանք, թե որ դպրոցում է թմրամիջոցի ապոնի շրջանառությունը։ Պարոն Մանուկյան, մինչ այս պահը ես ունեցել եմ 0 հաղորդում և 0 նույնիսկ օպերատիվ ճանապարհով տվյալի փոխանցում։ Հիմա ես կարող եմ ասել և օբյեկտիվորեն նշել, որ այն աղմուկը հանցավորության մասով, որ կա, դա մեդիա տիրույթի աղմուկ է։ Ռազմավարական մոտեցումն է գնալ թմրամիջոցների մեծ խմբականակների բացահայտման ուղղությամբ, կոտրելով ներմուծման և արտահանման շղթան, շարունակեց նախարարը։ 2026 թվականի փետրվարի հարցումներն են փաստել, ոստիկանների նկատմամբ վստահությունը աճել է։ Այսօր էլ Հայաստանը ամենաապահով երկիրն է, ինչքան ուզում է 4 կողմը ինչ-որ է, ապահով է մեր ժողովրդի համար։ Կառավարության ծրագրով նախատեսված ոստիկանության ոլորտի բարեփոխումների բոլոր միջոցառումները կատարված են, եզրափակեց ներքին գործերի նախարարը։ Կատարողականը ներկայացնելու հերթը պաշտպանության նախարարինն էր։ 2025-ի ամբողջ ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն օպերատիվ իրադրություն, ինչը պայմանավորված է նաև 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությամբ։ 2025 թվականի ընթացքում սահմանային հատվածներում մարտական պայմաններում զոհեր և վիրավորներ չեն եղել։ 2025 թվականին հաստատվել է բանակի կերպափոխման հայեցակարգից բխող գործողությունների ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են զինծառայողների ատեստավորման, պաշտպան հայրենիաց ծրագրի շահառուների շրջանակների ընդլայնման, արհեստավար սերժանտական համակարգի և հրահանգիչների ինստիտուտի զարգացման, պատրաստության նոր ծրագրերի մշակման, զինված ուժերի կազմակերպչական և հաստիքային կառուցվածքի բարելավման, ինժեներական սարքավորման և ամրացված շրջանների կառուցման և այլ աշխատանքներ։ Հայաստանը անցած տարի ևս շարունակել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման աշխատանքները։ Ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունների բազմազանեցման արդյունքում կնքված պայմանագրերով շարունակվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման աշխատանքները։ 2025 թվականի ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպվել են ձեռքբերված և Հայաստանի Հանրապետությունում արտադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցների ցուցադրություն։
Հայաստանում անցկացվել են Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հետ համատեղ արծիվ գործընկեր 2025 թվականի հերթական եւ Հայաստանի ու Իրանի հատուկ նշանակության ուժերի առաջին համատեղ զորավարժությունները։ Նախարարը անդրադարձավ նաեւ օրենսդրական փոփոխություններին, որոնցից մեկով պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է։ Սուրեն Պապիկյանի ղեկավարած կառույցի կատարողականի մյուս մանրամասները ԱԺ հանձնաժողովում քննարկվեց փակ ռեժիմով։ Փակ ռեժիմով քննարկվեցին նաեւ ազգային անվտանգության ծառայության, արտաքին հետախուզության ծառայության, ԲՏԱ նախարարության եւ պետական պահպանության ծառայության կատարողականները։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։